Գերեզմանակարը կյուրացնի ձեր հանրային պրոֆիլը, ընկերների ցանկն ու ծննդյան տվյալները։ Շատերը համաձայնում են այս սակարկությանը, միայն թե իմանան, քանի տարի են ապրելու։ Մյուսներին հետաքրքիր է ինչ գիշատիչ են, մի մասին էլ ինչ անիմացիոն հերոս։ Իսկ գաղտնի ծառայություններն այս կերպ հավաքում են անձնական տվյալներն ու խմբավորում։ Ինքը կարող է քեզանից ամբողջ ինֆորմացիան քաշել, B. վարակել քո համակարգիչը, G. դարձնել քո հաշիվը կառավարելի, այսինքն հետո ենթադրենք պատվերներ կատարել, լայքել ենթադրենք այս էջը, որտեղ շատ հաճախ մարդիկ տեսնում են, որ ինքը ինչ-որ մի էջ է լայքել, որը ինքը առաջին անգամ է տենում իր կյանքում եւ ինքը չի լայքել, բայց դա իրականում նրանից է, որ այս ամբողջ ծեստերին սեղմելով տեղեր մտնելով ինքը փաստորեն իր կառավարությունը տալիս է։ Զինված ուժերը հատուկ դիտակետում են։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը 3 հրապարակեց այս կեղծ պրոֆիլները, որոնց ադրբեջանցի օգտատերերը փորձել են ռազմական գաղտնի տեղեկատվություն կորզել հայերից։ Մեխանիզմը պարզ է՝ գեղեցկուհու պատկերով կամ էլ Վրաստանում, Ստամբուլում, Ռուսաստանում կահույքի աքսեսուարների, տնտեսական ապրանքների առևտրով զբաղվողների անվան տակ նրանք իբրև թե գտնում են իրենց նախկին ծառայակիցներին ու հարց ու փորձ անում։ Ծառայում ես, չես ծառայում, բա ես էլ եմ հորադից ծառայել ժամանակին, բա ձեր ում չասնա, բա այս կամադիրելը կա թե չկա, բա դուք որտեղ եք, բա մեր ժամանակ ես չկար, այն չկար եւ այլն։ Տեխնիկայի զարգացման հետ մեծացել է վտանգը։ Վերջին մարտահրավերը գեոլոկացիոն համակարգն է։ Դիրքում կանգնած բավական է սոցցանցում հաղորդագրություն գրել կամ զանգել ինչ-որ մեկին, անմիջապես տեղը մատնում են։ Անվտանգության մասնագետները հորդորում են անջատել տեղորոշիչ ծառայությունները։ Հեռախոսի մեջ կամ ենթադրենք մի Facebook-ի մեջ այդ ֆունկցիաները կան, անջատել գեոլոկացիան, չէ՞ որ դուք Facebook-ում share եք անում, ինքը ձեզ տալիս է հնարավորություն գծեվը ենթադրենք, չէ՞ որտեղ եք դուք, այդ check-in-ի մասեր էլի, կա որ check-in-ը դուք եք որոշում անել, կա check-in-ը որ ավտոմատ է արվում, ենթադրենք դուք տենում եք ձեր ընկերը աջափնյակից ստատուս է գրել, հա, պատկերացրեք որ հիմա ձեր ընկերը բանակում է ծառայում եւ ինքը Աղդամից է այդ ստատուսը գրում։ Կան սարքեր, որոնք լսում են 200 մետրից, կան, որ տեղորոշում են անգամ անջատված հեռախոսից, եթե մարդկոցը հանված չէ։ Բացառել սոցցանցերն ու հեռախոսային խոսակցություններն իհարկե անհնար է, պարզապես պետք է պահել անվտանգության հիգիենայի կանոնները։ Աննա Բալյան, Արթուր Հունանյան, ժամը լրատվական։